Պարոն նախագահ, ինչպես եք վերաբերվում դուք ընդդիմադիր դաշտի խոշորացմանը, քանի որ ակնհայտ է, որ ազգային ժողովը 3-4 ուժից ավելի չի անցնելու եւ այսպես չեք կարծում, որ միավորմամբ է հնարավոր հաղթել Նիկոլ Փաշինյանին նրա իշխանությանը։ Ես չեմ կարող ասել այսօր, որ ազգային ժողովում դուք նկատի ունեք նոր ընտրվելիք ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն, կարծում եմ գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն մի 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժեր, որոնք հնարավորություն ունեն լինել ազգային ժողովում։ Որոնք են այդ ուժերը։ Եկեք Պարոն Քոչարյանը շեշտել է, պարոն Սարգսյան, ցանկալի է, որ դուք էլ շեշտեք։ Դուք ոնց որ առաջի անգամ եք գալիս այստեղ հարցազրույց։ Ես խնդրել եմ, որ պարոն Քոչարյանը մասով ինձ հարցեր չտաք։ Բայց մենք չենք կարող ձեզ հարցեր չտալ Հայաստանի երկրորդ նախագահի եւ մեկ այլ ընդդիմադիրի վերաբերյալ, որքան էլ դուք դա ուզում եք չեք ցանկանում, որքան էլ դուք դա չեք ցանկանում։ Արդյոք դուք համարում եք, որ դուք իրավունքներ ունեք, ես չէ։ Դուք իրավունք ունեք, ես էլ իրավունք ունենք հարցեր հնչեցնելու։ Ճիշտ է, ես էլ իրավունք ունեմ հարցերին կամ չպատասխանելու կամ խուսափելու։ Ներողություն 26 թվականի ընտրությունների հետ կապված արդեն 1 տասնյակից ավել կուսակցություններ կամ չգիտեմ դաշինքներ ցանկություն են հայտնել մասնակցելու 26 թվականի ընտրություններին։ Դուք դեռևս Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, որոշում չունեք։ Արդյոք վերանայել եք կամ կարող եք պատասխանել այդ հարցին, մասնակցելու եք թե ոչ։ Ոչ, մենք մեր որոշումը չենք վերանայել։ Մենք այսօր նախապատվությունը տալիս ենք իմպիչմենտին եւ կարծում եմ բոլորդ էլ տեսնում եք, որ խորհրդարանական ընդդիմության իրական կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ է բացում իմպիչմենտի հետագա իրականացման գործում։ Ես ընդհանրապես շատ զարմացած եմ այն մարդկանց վրա, հատկապես այն քաղաքական ուժերի, ովքեր փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ Բայց ինչպես կարելի է հակադրել։ Դրանք երկուսն էլ սահմանադրական, չասեմ միջոցառումներ, ամենայն դեպս սահմանադրական դրույթներ են։ Այսպես թե այնպես ընտրությունները կայանալու են։ Եվ սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմպիչմենտը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, մենք այդպես չենք կարծում։ Եվ մենք համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանություններից հեռացնելը միայն ու միայն Հայաստանին օգուտ է։ Այնպես որ կգա ժամանակը, մենք մեր կարծիքը կհայտնենք։